Այդտեղ ոչ կուսակցական գործընթացի հետ կապված մի հարց, երեք մեր ձևով շարժումը ուժեղ Հայաստան արդեն հայտարարեց իր վարչապետի տեխնոլոգիայի մասին Սամվել Կարապետյանն է։ Ձեր դիրքորոշումը այս առումով եւ արդյոք իսկապես լուրջ մրցակից չունեք արդեն դուք, որովհետեւ հանրային հարցումներով տարբեր ծրագրեր նշում են, որ իսկապես նրա առումն բավական բարձր է հանրային Հարգելի գործընկերներ, թույլ տվեք ասել, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ կամ վարչապետի թեկնածու։ Ու դա ամրագրված է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ օրենքներով, որտեղ ինչ որ դա Ուրեմն սահմանադրագետները լավը չեն։ Կներեք, ես այդ դետալների մեջ չեմ մտնելու, ես Արամ Վարդևանյանը չեմ, Արամ Վարդևանյանին են միլիոններ տալի, թող Արամ Վարդևանյանն էլ նստի իրանց բացատրի, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու եւ չի կարող լինել վարչապետ Հայաստանի Հանրապետությունում։ Այլ պետությունում գուցեև կարող է, Հայաստանում չի կարող։ Ես էլ ասում եմ, չի կարող նա լինել Հայաստանի Հանրապետությունում վարչապետի թեկնածու եւ վարչապետ, ինչպես ինքը չի կարող։ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում։ Ֆիլիպ Կիրկորովը չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում։ Վլադիմիր Սալավյովը չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում։ Պարոն Մադուրոն չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում, իսկ պարզ է ամեն ինչ։ Այսինքն հնարավորն է թեկնածուն չգրանցվի։ Ժողովուրդ, ֆիզիկապես անհնար է, որ նրա թեկնածությունը ինչ որտեղ գրացվի, որովհետև դա սահմանադրությամբ եւ օրենքներով արգելված է, չի կարող այդ մարդը լինել թեկնածու, չի կարող լինել վարչապետ եւ վերջ։ Ինքը Կիրկորովը, Սալավյովը, Մադուրոն, Իլոն Մասկը ոչ մեկ նրանցից չի կարող լինել։ Սա ինձ պարզ բան եմ ասում։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար